Հիմա հես հարց եմ տալի։ Լոս Անջելեսում ապրող իմ եղբայրներ, քույրեր։ Մենք զաղը 13 տարի ես եմ ապրել։ Եթե ԱԱԾ-ն, FBI-ը կամ CIA-ը ով այդ, եթե ինչ-որ մեկին պետական ռազմական հեղաշրջման մեջ է մեղադրում, դու գիտեք, չէ՞ ոնց է գալի տանում։ Մենք տեսել ենք, ես օրինակ մի քանի անգամ տեսել եմ, այդ ուղաթիռներով, վարդիկով, այդ մարդը ռուսիկ չէր կարում հակներ, կներեք մանրամասների համար։ Այդ այնց հավաքում տանում են, միանգամից սպեցնազը դուրը ջարդում մտնում ու տանում է, վերջ, աչքդ չես հասցնի, շներով, գելերով, ընձուղներով ու բեգեմոնտներով։ Էս ինչ եք դուք սարքե, էս ինչ էր այսօրվա այդ տեսարանը։ Այսինքն դու ինչ ԱԱԾ ես, եթե ընդդիմա դդմիկների ներկայացուցիչները ավելի շուտ գիտեն, որ գալու են, գնացել են արդեն դե պատ են շարել, արդեն ընդդիմությամբ, ժողովրդով արդեն հավաքվել են, դու այդ ինչ կառույց ես դու։ Պետության հեղաշրջման մեջ ես մեղադրում, ազնիվա, չազնիվա, այդ ուրիշ հարց է, բայց գնացել են արդեն պատ են շարել, միանգամից դա պիտի լիներ։ Եվ արդյունքում տեսակ ինչ շոուն ստացված է, ինչպես ասում էր հայտնի գործիչը, show must go on։ Եվ խնդրեմ, show must go on, շարունակվում է շոուն։ Ես հիմա նաև հակառակ կողմին եմ լուրջ մեղադրանքներ ներկայացնում։ Հոգևոր, դաս այդ մի հատ ահավոր բանը։ Ինչ էին անում իրանք։ Ամեն ինչ անում էին, որպեսզի իրավիճակը ավելի թեժանա։ ԱԱԾ-ն ասում եմ, անելու բան չարեց, այդպես չի լինում, հա, որ բան ունես ասելու, մի անգամից գիշերը քնի մեջ, երազի մեջ հուվ հավաքում տանում են։ Տենց է նորմալ երկրի ԱԱԾ-ն պետական մասշտաբի հանցագործ են մեղադրում, ասում է ռազմական հեղաշրջում գնացել են, տեղ միատել են բանի Կովկասի գերուի մեջի շուրիկի էշով գնայիք, ավելի լավ կլիներ, տարամ, տենց գնայիք, ավելի հեշտ կլիներ։ Ձեռառնելիք է մի հատ։ Այդ մի կողմ, բա եկեղեցու արածը, դա вообще ուրիշ մի հատ պատմություն է։ Հնչեցնում են զանգերը, Սարդարապատն է էլի։ Հնչեցնում են զանգերը Երևանում եւս, բանի Էջմիածնի զանգերը եւ այլն 4 բոլորը, այս վիճակը իբր տեսեք, թուրքը վրա է տալի, որովհետեւ գիտեք, այդ ասոցիացիան է լինում մարդկանց մոտ, ու այդ ամբողջ ժողովրդից մեկը մի հոգի, մի հատ ազնիվ հոգեվորական լիներ, ասեր, բայց մի րոպե, սա եկեղեցու դեմ չի։ Սա մի քանի հոգու դեմ է, որոնք փաստացի խախտել են, ոնց է կոչվում, ես այդ ամեն ինչից շատ հեռու մարդ եմ, ուխտ են ասում, ընձուխտ են ասում, այդ ինչ որ երթում են տվել։ Դրանք են խախտել։ Մեկը թորների տերը արդեն Աստված պահի, ես ասում եմ, հայ ժողովրդին շատ զավակներ են պետք, մանավանդ հարուստ ընտանիքներ, թող շատ ունենան։ Ես դեմ չեմ։ Ընդհանրապես, եթե այդ օրենքները հանած լինեին, բան, թող հազարատ կնիկ ունենա, ինչ վատա որ։ Ինձ ընդհանրապես չի հետաքրքրում մարդու անկողին ու անձնական կյանքը, բայց եթե փաստեր կա, որ չպիտի ունենային եւ ասում են, որ չունեն, բայց պարզվում է, որ ունեն, դա խաղի կանոնները լրիվ փոխում է խաղի կանոնները։ Եվ ամբողջ ռուսական մեդիան, հայկական ընդդիմության մեդիաները, սպասարկող ֆեյքերը, ստեղ քֆուր քյաֆար գրողները եւ մնացած բոլոր այդ սպասարկուները, որ հոգի չունեն, հայրենիք չունեն, լեզու չունեն, ոչ մի բան չունեն, բացարձակ։ Մեկը դուրս չեկավ չասեց, որ սա եկեղեցու դեմ չի, սա մի քանի հոգու դեմ է, ովքեր այդ կանոնները, որ ես չգիտեմ էլի եմ ասում, խախտել են։ Անկամ այդ մարդիկ ու մեղադրում են, իրանք չեն խոստովանում դա, այդ ամբողջ խնդիրը։ Եվ սա շատ լուրջ մի հատ կոնֆլիկտ է ծնել, որը հանգեցնում է բախման, որը ոչ մի լավ տեղ չի տանելու, ոչ մի տեղ։ Ես ասում եմ իշխանությանը, ես ասում եմ ընդդիմությանը, ես ասում եմ հոգևոր դասին։ Սա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Եվ եթե մեղադրանքներ են հնչել տարբեր ատյաններից, եթե նորմալ երկիր լինեինք, հոգևոր դասն իրոք ազնիվ լիներ, իշխանությունն էլ նպատակասլաց լիներ ու ինքներ իր նկարտումներում ազնիվ լիներ եւ գիտակ, կլիներ հետեւյալը. մեղադրանքները կընչեն Աճապայանին, հարց ունեք։ Կեթարացը կասեր ինչ հարց, մի հատ դուք ինչ հարց պիտի տաք, ես իմ համար իմ հոգևոր կյանքով ապրող մարդ եմ, ես իմ հոտը, իմ պատերը, իմ եկեղեցին, ինչ հարց պիտի ունենաք։ Բայց չէ, դա ոնց կլինի տենց բան, որտեղ ամեն մեկը այնքան թաքցնելու բան ունի, գնանք Էջմիածին, թաքնվենք, ոտը կախկցենք, զանգերը հնչեցնենք, ամբողջ Երևանի լույսերը այսօր տարան, դուք տեղյակ եք։ Այդ երկիր չկա, հասկանում ես, այդ ամենը քրեա օլիգարխիկ, այդ ամբողջ համակարգ այնքան է կեղեքած, լույսերդ կանջատենք վրեդ, այսպես վիճակը, ինտերնետ չկար այսօր։
Էլի եմ ասում, մենք այսօր Լոս Անջելես միացումը տնից եմ արել։ Դվիժոկով սալյարկի հոտի տակ, էսա իրականությունը։ Եվ դրա համար այսօրվա եթերը նույն այդ բանի արտացոլանքն է։ Սա խայտարակությունն է, բառացիորեն, երկու ստեկ։ Եվ սա ոչ մի լավ տեղ չի տանելու։ Ես պատմության հետ եմ աշխատում, միշտ եմ ասում, եկեղեցի եւ իշխանություն բախումը տարելա պետության կործանման եւ եկեղեցու հաղթանակի, որովհետեւ մենք միշտ ունեցել ենք եկեղեցի, բայց պետություն չենք ունեցել։ Մենք միշտ ունեցել ենք կաթողիկոս, բայց թագավոր չենք ունեցել։ Եվ սա է մեր ամբողջ ողբերգությունը, որ մենք կարանք ունենանք եկեղեցի, ծխական դպրոց, վարժարան եկեղեցուն կից, բայց պետություն չենք ունեցել։ Ապրել ենք օրինակ Բյուզանդիայում, բայց ունեցել ենք մեր հոգևոր հայրիկը, կողքը մայրիկը։ Ունեցել ենք, ասենք, Օսմանյան կայսրություն, եղել է կաթողիկոս, կողքը եղել է դպրոց, լավից վատից, կեսի չփխել են, կեսին սպանել են, կեսը փախել է, այդպես բան։ Եղել է ռուսական կայսրություն, եղել է էլի հոգևոր հայրիկ, պայքար է եղել, դպրոց է եղել, ինչ որ մի բան ստացել են, էլի բան։ Հիմա էլ է նույն բանը։ Այսինքն մենք միշտ ունեցել ենք հոգևոր տաճար, ազնիվ լիքը հոգևորականներով։ Խոնարհումս, թե Խրիմյան հայրիկն է, Ներսես Շնորհալին է, չգիտեմ, 1000 հոգի, Գևորգ 5-րդ կաթողիկոսն է, շատ լուրջ մարդիկ, Վազգեն Վեհափարն է, ես էլի ինչից ես շատ գլուխ չեմ անում, ես դա չեմ մտնում, իրապես կարծում եմ հոգևոր դասը պիտի հոգևորով զբաղվի, իրանց գործը, իրանց ինչ են անում, ում հետ են քնե, խի են քնե, չեն քնե, երեխա ունեն, չունեն, մոմը ոնց է, այդ պիտի չհետաքրքրի։ Դրա համար, եթե ինչ-որ մեկը ազնիվ է այս ամբողջ պայքարի մեջ, ինքը պիտի ասի, որ սա եկեղեցու դեմ պայքար չէ, որ օրինակ Գրիգոր Լուսավորչի այսօր Երևանում Սուրբ Աննայի, ընդդելի բանի Մասիվի, Սուրբ Սարգիսի եւ մնացած եկեղեցիները այսօր որ զանգերը հնչեցնում էիք, այդ ինչ էր։ Այսինքն ինչ էր, բան թուրքը վրա է տվել, փրկեք, այսինքն սարդարապատ էր։ Այսինքն մեկն ու մեկը, այն որ հավաքվել էին ԱԱԾ-ի դեմ, դրանցից մեկը մի քիչ ունենար տղամարդկություն ասեմ, պատիվ ունեմից է։ Պատիվ, եթե ունենար ու ասեր, բայց մի րոպե, իրապես սա մի երևի 3 հոգու դեմ է, 4 հոգու դեմ է այս ամբողջ կռիվը, եւ եկեք հարց տանք այդ մարդկանց, ինչու է ձեր դեմ։ Ինչ եք արել, որ ձեր դեմ է։ Չեն ասում։